Ղազարյան, մեր տղեկը պարզել են, որ մի քանի օր առաջ վռամը այն իր փախած ախրանքին գտել էր։ Եղեշին։ Հա, պարզումա գյուղում է եղել։ Մոտ մի շաբաթ առաջ վռամը իր տղեկի հետ գնացել է, հետո խոսացել են ու ծեծել են։ Աստորոն վռամը մեզանից շուտ գտավ, հա։ Հա, բայց վռամից հետո Եղիշը փախել է։ Ինչքան ժամանակը ոչ ոք տեղը չգիտի։ Վռամի տղեկը ընկած հիմա իրան են ման գալիս։ Մենք ավելի շուտ պետք է գտնենք, Գևորգ։ Գիտեմ Ղազարյան, ու կգտնենք։ Իմ տղեկը ճշտել են, որ այդ Եղիշը իրանց գյուղի մոտերքում ինչ-որ սարերում է թաքնված։ Իսկ վռամը ինչ-որ կանալներով ճշտել է, որ իբր քաղաքում է ու կպած իրան են ման գալիս։ Սարերում թե քաղաքում ինձ չի հետաքրքրում, Գևորգ։ Դրան գտեք շուտ ու ինձ մոտ բերեք։ Դանի վռամի ձեռը չի ինքե։ Ամեն ինչ անում ենք, շեֆ։ Որթակատ է մեզ հետևել, բայց դա դապակված է մեր կենացել, անտեսելով վտանգը, որ ագերգետ, ես այստեղ եմ քեզ հետ, ես այստեղ եմ քեզ Ղազարյան։ Հասա լսում եմ։ Ղազարյան, արդեն ենք ուղարկենք իրանց մարդկանցով հավաքվել են։ Ու 15 հոգի կլինեն։ Որտեղ են հանդիպել։ Ռեստորան, հա։ Ինչ են անում։ Խոսում են, հա։ Պարզ է։ Դե լավ, դու շարունակի ուշադիր հետևել։ Եթե ինչ-որ բան լինի, զանգի։ Լավ։ Դե ասեք լսում ենք, ուզածներդ ինչ է։ Մեր ուզածը մի բան է, Վարդան, դու լավ գիտես, մեր փողերը։ Փողերը, չեմ ջագում, այդ մի քանի հազարը տենց եղանակ է փոխում ձեր համար, որ սենց պատմություն եք սարքել։ Իսկ եթե մի քանի հարյուր էլ լինի, դու պիտի փողը տաս, որովհետև պարտք ես։ Զարմանում եմ, մանավանդ որ հմի, ձեր աղբերը մեր հետ լուրջ գործերի մեջ է։ Վարդան, դու քո ու Դավոյի գործերը մի խառնի մեր կազինոյի հարցերը։ Այդ լրիվ ուրիշ հաշիվներ են։ Երբ է։ Դու ճիշտ չես։ Դամոն քո աղբերն է։ Բիզնես լիգյոնն էլ քո մյուս աղբոր ֆիրմեն է։ Ու հիմա ճիշտ չի լինի, որ դու հաշվի չառնես, որ մենք երկուսի հետ էլ աշխատում ենք։
Հեսա շուտով բիզնես լիգյոնը մեզ թվերի աբարոտ է տանում։ Այսօր լավ կլինի, որ մի քիչ ծանր թեթև ապս։ Ինչքանով է քո պայմանները արդարացված։ Էդ էլ հարց է, ով է շահելու ու օգտվելու։ Ես շջոգի, ես ինչ նամուկներ ես անում։ Աշխի չի ջոգին, որ նամյոկ չեմ անում, պերյամո երեսիտ եմ ասում։ Դու արդեն ավել պակաս ես խոսում։ Կամ կարգին բացատրի մտքիդ ինչ կա, կամ էլ լրվի տեղդ ու մի ֆարմվի մեր խոսակցությանը։ Կոնոսը քեզ ինչ եմ ասում, այդ տաղա։ Դու ինձի պետք է ասես, երբ խոսամ կամ չխոսամ։ Հանգիստ, հետո մի րոպե։ Ուրեմն քո ասելով դուրս է գալիս, որ մենք քո այդ պատկերը պետք է մոռանանք մենակ նրա համար, որ դու այսօր Վահանի այդ բիզնեսի մեջ ես։ Ես իմ պարտքերի հաշվով երբեք ատկաց չեմ կանգնել։ Հա, ես պարտք եմ ձեզ ու ասում եմ, կփակեմ պարտքերս։ Հետաքրքիր է։ Երբ։ Հիմա չէ, հենց որ հարմար եղավ։ Չէ, դու մեզ ձեռ ես անում։ Հələ, սպասի, գիտի դուք այդպես պնդում եք, որ դուք այսօր մեր աղբորը այդպես պարտներներ եք, այդպես մեծ գումարների հետ եք խաղում։ Լոգիկայով դուք այսօր պետք է ամեն ինչ անեք, որ մեր հարաբերությունները նորմալ են։ Ամենակարևորը, դուք այսօր ձեզ պետք է մեջտեղից չճղեք, ամեն ինչ անեք, որ այս բազարները մեր մեջ չլինեն։ Պարզ է։ Ու այդ բիզնես լեգյոնը մեր ընտանեկան բիզնեսն է։ Եթե ուզենա, մի վարկենում հավանք կարամ դեր սախ կոնտրակտելու պլանները։ Լավ է, այդ վրոձի վախացրիր, հա։ Ես ոչ ջոգի, դուք երկու ձեռքով ծափ չեք տվել այդ կոնտրակտի համար։ Անողեին այն ժամանակ չթողեր, որ մենք ստորագրեինք։ Վահան ադունց եկավ մյուս ախոր հետ, որ ձեր պեսանար։ Որ Վահանը եկավ, այդ արդեն լավ։ Հնարավոր է, որ նորմալ խոսան, հասկանան իրար։ Ամեն դեպքում դու մնա տեղումդ, հետևի։ Լավ։ Ես էլ մեր պարտներ ախտեր են։ Բարիով ձեզ։ Ինչ աղեն։ Ես ինչի եք հավաքվել։ Ախպերդ որոշել է մեզ ճնշած պարտքի համար։ Պատկերացնում ես տալու։ Մենք ստե միլիոնների աբարոտների հեռանկարներ ենք մշակում, իսկ քո ընկերները մեզ որոշել են Յանի պրեսավա տանել։ Ոայ հորս արև, հեսա կտամ սա գլուխը կջարդեմ արա։ Ո՞մ արա, ալովատ մնա որ ունիցս դուս եկա ստաղի թամարա վատլնելու։ Հարուշ դուք։ Լավ է։ Ալավ էլ մետ հանգստացեք։ Ինչ եք դրի անիմաստ բազար սարքում։ Գասպար դու ասա տղեկի քեզ ինչքան են պարտ։ Ես 15 օրվա մեջ այդ փողի քեզ կտամ։ Ցանդել ես արա, ջոգում ես ինչ ես դուրս տալի։ Լսի Վարդան, քո պարտքը, դու Դավոյի հետ կապած քո գործը իրար հետ ընդհանրապես կապ չունի։ Դու այդ պարտքը ավելի շուտ ես արել, քան Դավոյին ճանաչելը, տենց չի։ Ինչ ես դրե գլխից լոլո կարդում, Վահան։ Ասում եմ տենց չի։ Ասենք թե տենց է, հետո։ Դե որ տենց է, ուրեմն քո հայկի հետ կապած հարցեր ուրիշ թեմաներ են։ Ու այդ թեմայում իրանք ճիշտ են։ Իրա, դու լնես դատավորն էիր, հա։ Եկար ճիշտն ու սխալը որոշեցի։ Լսի, ես ասում եմ ինչ որ կա, դու հայկից ավելի շուտ ես պարտքերը, քան ծանոթանալը։ Դրանից էլ շուտ ես պարտ։ Դու Վահան, հա, մոռացար։ Լավ չես Վարդան, ո՞վ է քեզ պարտ։ Երբ են պարտ։ Կնոջդ մեկ էլ իրա քրոջ գործերով։ Ու ասեմ քիչ էլ թիվ չի։ 50,000։ Հա, հմի հիշեցիր։ Վա, ախպեր ջան, նենց որ դու ավելի լավը ճշտից մի խոսա։